Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, CVKM-ի տաղավարում հյուրընկալել եմ քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ քաղաքագետ Արմեն Գրիգորյանին։ Բարև ձեզ, պարոն Գրիգորյան, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Պարոն Գրիգորյան, շուրջ 1 ամիս է, ինչ Երևանն ու Բաքուն հայտարարում են, որ համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի բոլոր դրույթները, սակայն մենք անդադար տեսնում ենք, որ Բաքուն նոր նախապայմաններ է առաջ քաշում։ Հայաստանը նշում է, որ նույնիսկ միակողմանիորեն պատրաստ է ստորագրել պայմանագիրը, ինչ դիտարկումներ ունեք նախ այս արկածությունների շուրջ, դուք ինչքանով եք հավատում, որ Բաքուն եւս ցանկանում է ստորագրել այս պայմանագիրը, թե իր գործողությունները հակառակն են ապացուցում։ Բաքվի կողմից պայմանագիրը ստորագրելու ցանկություն կամ պատրաստակամություն այժմ չի նկատվում, կարծես թե, եւ առավելագույնը փորձում են կորզել հաշվի առնելով տարածաշրջանային իրավիճակը ընդհանուր եւ առաջին հերթին ավտորիտար պետությունների ազդեցությունը այն դեպքում, երբ ժողովրդավարական կառույցների ազդեցությունը անվտանգային առումով մասնավորապես թույլ է, մանավանդ այժմ, երբ Միացյալ Նահանգների քաղաքականություն դեռ պարզ չէ, թե ինչ են իրենք անելու այս տարածաշրջանում եւ արդյոք ժողովրդավարությունը որպես այդպեսին մնալու է արժեք, թե զուտ այդ ինչ որ առևտրային գործարքների տրամաբանությամբ է գնալու եւ ինչպիսի զարգացումներ կլինեն Իրանի շուրջ, Ադրբեջանի նշանակությունը ինչքան կլինի, այդ բազմաթիվ գործոններ կան եւ այդ ուղղությունից ճշմարտ բացակայության պարագայում Ալիևը հավանաբար տրամադրված չէ որևէ զիջման գնալ եւ ստորագրել պայմանագիրը, այլ ընդհակառակը փորձում է առավելագույնը կորզել։ Հայաստանը մի քանի օր առաջարկում է միաժամանակ ստորագրել խաղաղության պայմանագիրը եւ լուծարել Մինսկի խումբը, որը տարիներ շարունակ զբաղվել է բանակցային գործընթացով եւ հիմնավորումն այն է, որ եթե կնքվում է խաղաղության պայմանագիր, հակամարտությունն ավարտվում է, Մինսկի խմբի գործունեության կարիքն այլևս չկա։ Իհարկե նաեւ վարչապետը նշում է, որ սա միայն Հայաստանի եւ Ադրբեջանի որոշելու հարցը չէ, Մինսկի խումբը մի քանի անդամ պետություններից է բաղկացած, անհրաժեշտ է նաեւ նրանց դիրքորոշումը, ինչ դիտարկումներ ունեք։ Թե այլ պետությունների դիրքորոշումը հազիվ թե տարբերվի, եթե Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ դիմեն Մինսկի խումբը լուծարելու, Մինսկի խմբի ընդհանրապես իմաստը այն էր, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի շուրջ այդ բանակցությունները եւ այդ կարգավիճակի սահմանումը լիներ, եթե այս երկու պետությունների միջև այդ խնդիրը այլևս լուծված է համարվում, հազիվ թե որևէ երրորդ երկիր այդ Մինսկի խմբի անդամներից ցանկանա ինքը ինչ-որ լրացուցիչ քայլեր անել, պահանջել հատուկ կարգավիճակ եւ այլն։ Այս դեպքում կարող է այդ որոշումը համատեղ կայացվել, բայց դա ոնց որ Ալիևի նախապայմաններից մեկն է եւ մի բան չի անցնում, մյուսն է առաջ քաշում, հետո մի պահ հետ է քաշվում, կարծես միջանցքի հարցով լավ իրանյան ճանապարհը կօգտագործենք, հետո նորից հիշում է, որ չէ, Իրան պետք է առանձնահատուկ կարգավիճակում միջանցք տան եւ այլն, այսպես դրա համար այս համաձայնությունը Հայաստանի կողմից դեռևս նույնպես չի տանում պայմանագրի ստորագրմանը, կարծես թե։ Որոնք պետք է լինեն մեր քայլերը ձեր կարծիքով, եթե օրինակ Հայաստանը ամեն կերպ իր պատրաստակամությունը հայտնում է, բայց Բաքուն գտնում է նոր պատճառաբանություններ, նոր նախապայմաններ, սահմանադրական հանրաքվեի անցկացում, տպավորություն է, որ նույնիսկ եթե մենք վաղը հենց տեխնիկապես էլ կարողանանք այդ հանրաքվեն անցկացնել, նորերն են ի հայտ գալու, այս տրամաբանությամբ մենք ինչ կարող ենք անել։ Իսկապես հանրաքվեի խնդրի բարձրաձայնելը իրենց կողմից իմաստը հենց այն է, որ հնարավոր չէ մեկ օրում կամ մի շաբաթում կամ մեկ ամսում դա անել եւ այսպես երկարատև դա ճնշման գործիք է եւ Հայաստանում իրավիճակը ապակայունացնելու գործիք եւ այստեղ եւ գործիք կազմի առումով եւ մեթոդների եւ կարծես թե շահերի առումով Ադրբեջանի եւ Ռուսաստանի մոտ համընկնում կա եւ մի շարք հետազոտություններ կան, թե
Մեր կողմից այլ հայաստանյան կազմակերպությունների թե Atlantic Council-ը այդ Digital Forensic Research Lab-ը հունվարի կեսերին հրապարակեց, որ նույն մեսիջները եւ նույն մեթոդներով Ադրբեջանը եւ Ռուսաստանը փոխանակում են Հայաստանում էլ քանիցս նշվել է, որ դրանից օգտվել են փորձում ապակայունացման շահագրգռված ուժերը եւ գործողությունները պետք է այս տրամաբանությունից նաեւ ելնեն, այսինքն ինչպես կարելի է այդ երկարաժամկետ առումով եւ ավելի պարզ ասած միջնաժամկետ առումով մինչեւ ընտրությունները հաջորդ տարի ինչ որ չափով չեզոքացնել այդ կարգի քարոզչությունը թե արտաքին թե ներքին խաղացողների կողմից դրա օգտագործումը թե չէ զուտ բանակցային գործընթացում նոր ինչ որ զիջումների գնալով մենք այդ խնդիրը չենք կարող լուծել, քանի որ հենց այն խնդիրը, որ դրսի խաղացողներն եւ նրանց ներսի գործընկերներն են ուզում լուծել, դա հենց զուտ բանակցային գործընթացում եւս մի զիջում կորզել է եւ խաղաղության գնալը չէ, լրիվ այլ նպատակ են հետապնդում։ Այդեպ Ադրբեջանի քարոզչամեքենան չի էլ թաքցնում, որ իրենց նպատակը Հայաստանում քաոս ստեղծելն է, իշխող ուժի բանակի նկատմամբ անվստահությունը սերմանելը հասարակության մեջ։ Մենք մի այդպիսի ռեպորտաժ մի քանի օր առաջ պետական Ադրբեջանի հեռուստաալիքով հնչեց, ինչքանով են մեր ներսի ուժերը օգնում այս ամեն ինչին, երբ Հայաստանը գտնվում է այսպիսի բարդ իրավիճակում, աշխարհաքաղաքական պատրաստվում է քայլ անել, որ գուցե խաղաղություն բերի Հայաստանին, բայց մի կողմից տեսնում ենք, թե Ադրբեջանը ինչ քայլերի է գնում եւ մյուս կողմից ձեր կարծիքով ինչքանով ներսից կա օգնություն այս ամենին։ Նախ դա բացի այն որ անթակույց արդեն ասում են, ընդհանրապես հիբրիդային պատերազմի իմաստը դա է, որ ապակայունացնեն հակառակորդ կամ թշնամի պետությունը եւ ներսում ինչ որ անկայունություն ստեղծեն եւ միայն Ադրբեջանը չի հերթական անգամ մի քանի օր առաջ նաեւ թվային անվտանգության մի քանի փորձագետներ հայտնի նշել են, որ ռուս հակերների կողմից եւ պետական հովանավորչության տակ գտնվողների հենց կողմից Հայաստանի պետական կառույցների եւ մի շարք կարևոր կայքերի դեմ եւ թվային ծառայությունների մատուցողների դեմ այդ հարձակումներ են տեղի ունենում պարբերաբար եւ այս ամենը նույն սցենարի մասն է, բայց ինչ որ դա մի քիչ դժվար է ասել ինչ է պետք անել, մի կողմից դա եթե զուտ ապատեգատվության մասին է խոսքը, դա կարող է ռազմավարական հաղորդակցության համապարփակ համակարգի ստեղծմամբ ինչ որ դրան հակազդվի եւ այլ մեթոդներով, բայց մի կողմից դա է ձգձգվում, չնայած որոշումը կարծես թե կա, բայց իրականացումը արդեն շատ երկար ձգձգվում է, մյուս կողմից մենակ այդ հաղորդակցության համակարգով այդ ներքին խաղացողների հատկապես չարորակ ասպես ասած ազդեցության հարցը չի լուծվում եւ հենց մասամբ ապօրինի եկամուտների հետ բացահայտման եւ արգրավման գործընթացը կարող է ազդել, քանի որ նաեւ այդպիսի միջոցներով են որոշ լրատվամիջոցներ եւ այլ կառույցներ ֆինանսավորում, բայց այնուամենայնիվ մի քիչ տարօրինակ է, որ այն դեպքում, երբ նաեւ մի քանի բարձր պաշտոնյաներ շարունակաբար նշում են, որ կոնկրետ այսինչ երկրի համար է աշխատում, այսինչ քաղաքական կառույցը կամ ինչ որ շրջանակներ եւ հակահետախուզության կամ այլ միջոցներով այդպիսի կառույցների դեմ ոչ մի գործողություն չի կիրառվում տարիներ շարունակ եւ միայն կարծես թե հռետորաբանության մակարդակով այ ոնց որ դուք նախկիններ այսինչ բանն եք անում, բայց միևնույն է մենք բացի հռետորաբանությունից ոչինչ չենք գործադրելու, դա մի տեսակ արդեն նաեւ անհասկանալի է դառնում։ Պարոն Գրիգորյան, որոնք են պետությունները եւ արդյոք կան այդպիսի պետություններ, որոնք կուզենային այս խաղաղության պայմանագրի,
այսպես ասեմ, քավորը լինել։ Ինչու եմ այս հարցը տալիս, շատ են մեր պաշտոնյաներին լրագրողները հարցնում, թե որտեղ է կնքվելու խաղաղության պայմանագիրը, Արարատ Միրզոյանը թուրքական լրատվամիջոցին ասել է, որ կա տարբերակ, որ հայ-ադրբեջանական սահմանին հենց ստորագրվի, բայց մի քանի օր մենք Ռուսաստանից ենք ազդակներ տեսնում, որ հնարավոր է այդ մայիսի 9-ի շքերթի ժամանակ հենց այնտեղ Ռուսաստանում ստորագրվի փորձագետների մակարդակով, բայց հաշվի առնելով որ Ռուսաստանը ավտորիտար պետություն է եւ հենց այնպես կարծիքներ չեն հնչում, սա գուցե ինչ-որ քարոզչական հնարք է, թե Մոսկվան այնուամենայնիվ հետաքրքրված կլինի, որ իր երաշխավորությամբ սա տեղի ունենա։ Մոսկովյան հռետորաբանությունը հենց պաշտոնական մակարդակով միշտ դա է եկել, որ պետք է եռակողմ հայ-ադրբեջանա-ռուսական այդ բանակցություններով ձեռք բերված ինչ-որ փաստաթղթերի շրջանակում լինի կարգավորումը, ըստ այդմ իրենք համարում են, որ իրենք միակ միջնորդը եւ գործընթացի տերը, այսպես նույնիսկ ասենք, կարող են միայն իրենք լինել եւ սակայն այդտեղ դրան գնալ եռակողմ ձևաչափով շատ վտանգավոր կլինի եւ նորից միակողման ինչ-որ զիջումների կամ կորուստների պատճառ կարող է դառնալ եւ նույնիսկ ոչ եռակողմ, այսպես սիմվոլիկայի առումով, որ կնքվի Մոսկվայում կամ չգիտեմ ռուսական որևէ քաղաքում։ Այդ դեպքում ենթատեքստը նաեւ միջազգային անկալմամբ լինելու այն, որ երաշխավորը հենց Ռուսաստանն է, բայց Ռուսաստանի երաշխավորությունը կամ հապկի մենք տեսանք ինչի է հանգեցնում առհասարակ եւ դրա համար ցանկացած բացի 1-2 այլ երկրից ցանկացած այլ երկրում ստորագրելը ավելի կարող է շահավետ լինել եւ եթե անգամ դա տեղի չունենում Բրյուսելում կամ Վաշինգտոնում գոնե որևէ այլ բացահայտ շարգագրվածություն եւ ազդեցության գոտու հավակնություններ չունեցող երկրում պետք է լինի։ Չեզոք այսպես, որ այնպես շահեր չունի ամեն դեպքում այդ պայմանագրի ստորագրումից, բացի իմիջի ձեռքբերումից որոշակի։ Շահեր ունենալ այսպես Վրաստանը որոշակի շահեր ունի տարածաշրջանային կայունության, այո։ Այդ առումով եւ կայունության եւ առևտրի ինչ որ այլ առումներով կամ գուցե որոշ այլ երկրներ այդպիսի շահեր ունեն, բայց ոչ, ասենք, Ռուսաստանի նման կամ Թուրքիայի նման, որ միակողմանի որոնց շահերը միշտ Հայաստանի դեմ են նախընտրություններ ունեն եւ մեկը ավելի բացահայտ, մյուսը պակաս ավելի բացահայտ հանդես են եկել ու գալիս Հայաստանի շահերի դեմ, սա է խնդիրը։ Շատ լավ, մայիսի 9-ին խոսեցինք այդ շքերթից, միանշանակ չէ, որ մեր մասնակցությունը կլինի վարչապետի մակարդակով, հրավերը եղել է, բայց մինչ այս պահ ամեն դեպքում մեր զրույցի միանշանակ հաստատված չէ, միևնույն ժամանակ կա Կայա Կալասի նախազգուշացումը ԵՄ անդամ երկրների առաջնորդներին չմասնակցել այդ շքերթին, մի քանի օր լրատվամիջոցները գրեցին, իհարկե Հայաստան Եվրամիության անդամ չէ, դեռ քայլեր է որոշակի ձեռնարկում, բայց ինչպես կընկալվի ձեր կարծիքով մեր մասնակցությունը։ Եվրամիության կողմից իհարկե բացասական կընկալվի եւ տեխնացու պետությունների կողմից եւս եւ այնտեղ նաեւ Սերբիային են զգուշացրել, որ ընդհանրապես կարող է այդ Եվրամիության անդամակցության գործընթացի կասեցում տեղ ունենալ ամենայն դեպս ոչ չի այդ պաշտոնավարման ընթացքում, եթե նա այնտեղ մեկնի Եվրամիության արդեն անդամ հանդիսացողների համար այլ նրանք կարող են իրենց այդպես բայել, քանի որ հեռացնելու մեխանիզմ չկա, Օրբանի եւ Ֆիցոյի դեպքում դա այլ կերպ է աշխատում եւ իրենք նաև այլ մակարդակներում են դա անում, իսկ տեխնացու երկրները կամ տեխնացուները, այսպես ասած, պետք է զգուշ լինեն այդ առումով եւ մասնակցության մակարդակը ինչ որ եթե ինչ որ մակարդակապահովվի գուցե ուղղակի շատ տարեց մարդիկ են իհարկե այդ
վետերաններից, բայց այժմ արդեն չափազանց ուշ է գուցե ինչ որ այդ մակարդակով լիներ մասնակցությունը, որպեսզի ընդգծվեր, թե ինչքանով մենք կարող ենք կապ ունենալ այդ իրադարձության հետ։ Այսինքն մենք վետերանները մենք, նա ճիշտ հասկացած էր Նրանք ովքեր դեռ կենթանի են չափազանց են դրա համար եւ ինչ որ գուցե ավելի ցածր մակարդակի պաշտոնյա, բայց ոչ վարչապետ։ Բարձր մակարդակով դա իսկապես վատ կընկալվի, մասնավորապես Եվրամիությունում եւ ոչ միայն եւ իմիջային լուրջ հարված կլինի այն դեպքում, երբ կարծես թե դիվերսիֆիկացման ինչ որ ջանքեր իսկապես սկսել են գործադրվել եւ գործընթացներ գնում են նաեւ առայժմ կուլիսների հետևում, բայց որոշակի բանակցություններ կան իհարկե եւ նույն Կայա Կալասի այցն է Հայաստան ակնկալվում եւ այս պայմաններում միանգամից կարող է մեծ վնաս բերել այդ զուտ արոհակարգային միջոցառման մասնակցելը, ինչքան էլ հասկանում եք, որ Ռուսաստանի համար դա շատ այսպես կարևոր բան է, բայց գոնե մեկը գնա կանգնի այնտեղ։ Հա, հենց դա գոնե մեկը նայածով գնա, բայց նաև հասկանանք, որ Ռուսաստանի համար սա արդեն տասնամյակից ավելի զուտ միլիտարիստական շոու է, ոչ վետերանների նկատմամբ հարգանքի, ոչ զուտ զոհվածների հիշատակը հարգելու հետ կապ չունի, ագրեսորի կողմից միլիտարիստական շոու եւ բացի այդ երկրորդ համաշխարհայինում հաղթանակը, որ իրենք հայրենական պատերազմ են անվանում, դա իրենց համար ռեժիմի լեգիտիմացման աղբյուր է եւ հակառակորդներին թե երբ դեռևս նույնիսկ Ռուսաստանում այսպես ցույցեր կարելի էր կազմակերպել, չէին հետապնդում զանգվածային այդպես մակարդակով, թե նույնիսկ բայց ավելի քան 10 տարի առաջ, դեռևս 13-14 տարի առաջ առնվազն սկսվեց այդ եւ ներսում քննադատներին եւ արտասահմանից քննադատներին որպես ֆաշիստ պիտակավորելը եւ իբր իրենք են ֆաշիզմի միակ հաղթողները կամ չգիտեմ մյուսները միայն իրենց նյութական ինչ-որ օգնություն են ցուցաբերել, ենթադրենք ինչպես սովետական քարոզչություններ ասում եւ իրենք են հաղթողները, ուստի տասնամյակներ անց Պուտինին եւ իր վարչական քննադատողները արդեն դառնում են ֆաշիստ, դա այդ մեխանիզմը բացատրելը մի քիչ երկար ավելի զրույցի կամ հրապարակման թեմա է, բայց այդպես է իրենց մոտ եւ առավել եւս այժմ երբ նրանք նաեւ պատերազմ են վարում, սա ավելի է սրվել այս խնդիրը եւ նաեւ դրա համար դա բացի արարողակարգային միջոցառում լինելուց այլ իմիջային բնույթի միջոցառում է Ռուսաստանում։ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններից խոսեցինք, մենք ունենք այսօր դիտորդներ հայ-ադրբեջանական սահմանին, որոնք ռեալ երաշխիք են գոնե դիտորդական մակարդակով, որ մեծ էսկալացիաներ չեն լինում, թեպետ Բաքուն փորձում է մանր կրակոցներ արձակելով ինչ-որ ֆոն ստեղծել կամ ապատեղեկատվություններ տարածել, թե մենք ենք իբրև հրադադարի ռեժիմը խախտում, բայց խաղաղության պայմանագրի կնքումից հետո արտգործնախարարությունն նաև վարչապետը նշում են, որ դիտորդների կարիքը այլևս չի լինի, ինչպես կարելի է խորացնել ձեր կարծիքով հարաբերությունները Եվրամիության հետ անվտանգային ոլորտում, արդյոք կան այդպիսի հնարավորություններ, թե ոչ, եթե պայմանագիրը կնքվի հետագայի համար նկատի ունեմ։ Այնուամենայնիվ, եթե պայմանագիրն էլ կնքվի, այդ սահմանազատման գործընթացի ընթացքում եւս ինչ որ դիտորդների կարիք կլինի հավանաբար, սակայն առայժմ այսպես բացահայտ գուցե չարժե ասել, որ եթե խաղաղության պայմանագիրը կնքվի, դիտորդների կարիք առհասարակ չի լինելու եւ սա չի նպաստի անհրաժեշտության դեպքում այդ
առաքելության պահպանման կամ ընդլայնման հնարավորություններին, չնայած վերջին անգամ ընդամենը մի քանի շաբաթ առաջ որոշվեց, որ երկու տարով հետաձգը երկարաձգվում է, բայց այնուամենայնիվ կարող է կարիք առաջանալ, չի բացառվում, որ ինչպես ակնարկեց ֆրանսիացի պաշտոնյան արտգործնախարարը, որ կարող է նույնիսկ ընդլայնվելու կարիք առաջանա եւ այս դեպքում այսպես նպատակահարմար չէ ուղղակի հայտարարել, որ մենք պատրաստ ենք հրաժարվել եւ ի վերջո դա Ադրբեջանի զավեշտալի պահանջներից մեկն է, որ երրորդ կողմի ներկայություն չլինի եւ սա այսպես միանշանակ այդ պահանջի բավարարման գնալը սխալ մեսիջ է ուղարկում նաև եւ Ադրբեջանին եւ այլ խաղացողներին։ Պարոն Գրիգորյան, ամփոփելով մեր զրույցը հայ-ադրբեջանական այս գործընթացին զուգահեռ հայ-թուրքական որոշակի պրոցեսներ են տեղի ունենում, Անտալիայում ֆորում տեղի ունեցավ, որին մեր արտգործնախարարը մասնակցեց եւ իր հարցազրույցներում նշում է, որ հայ-թուրքական հարաբերություններում առաջ խաղացումը էական աստեցություն կունենա նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա խաղաղության պայմանագրի ստորագրման որոշակի ձեռքբերումներ է նշում, միևնույն ժամանակ նշելով, որ օրինակ երրորդ երկրի քաղաքացիների համար այդ սահմանահատելու խնդիրը առայժմ լուծված չէ։ Ձեր դիտարկմամբ այս հարցերը ինչքանով են իրար փոխկապակցված, հաշվի առնելով Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա, եւ միևնույն ժամանակ նկատելի է գոնե ադրբեջանական մամուլում որոշակի խանդ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ուղղությամբ, ես վերլուծական նյութերը նկատի ունեմ, ինչ կանխատեսումներ, ինչ դիտարկումներ ունեք ընդհանրապես Թուրքիայի գործոնը այս հարցում, ինչքանով դրական կարող է լինել։ Հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը դրական ազդեցություն կունենար նաև հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի վրա, բայց նաև շատ վաղուց, եթե ասենք հայ-թուրքական արձանագրությունները ժամանակին իրագործվեին եւ այն ժամանակ էլ Սերժ Սարգսյանի եւ այլոց մոտ էլ գիտակցությունը կար, որ եթե Թուրքիայի հետ ստացվի բարելավել հարաբերությունները եւ ինչը կնպաստեր եւ փոխհմբռնմանը եւ վստահությանը եւ տնտեսական զարգացմանը, դա դրական կազդեր նաեւ Ադրբեջանի հետ ընթացող գործընթացներին, բայց այն ժամանակ էլ Ադրբեջանը մեծապես ջանքեր գործադրեց, որպեսզի խափաներ այդ կարգավորումը, այդ թվում Ռուսաստանից ինչ որ հետախուզական տվյալներ ստանալով հայ-թուրքական գործընթացի մասին եւ Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի նկատմամբ մի կողմից, բայց մյուս կողմից կա եւ հակառակը եւ բավական ուժեղ եւ լրատվամիջոցների եւ ադրբեջանական ներդրումների եւ ադրբեջանի լոբբիստների մակարդակով եւ այնինչ եղել են նախկինում ըստ էության պահպանվում է, որ մինչև հայ-ադրբեջանական կարգավորում չլինի, հայ-թուրքական լիակատար կարգավորում էլ չի լինելու ու նույնիսկ մասնակի խնդիրները այսպես շատ երկար ժամանակ բանակցվում են, բայց դեռ չեն լուծվում, նույն երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանային անցակետը բացելը դա շուրջ 3 տարի սեղանի վրա է եւ նույնիսկ 22 թվականի աշնանը ինչ-որ լավատեսական այսպես անդրադարձեր կային, բայց մինչ այժմ նույնիսկ այդ խնդիրը չի լուծվում, այնպես որ ինչ-որ արագ ճեղքման հնարավորություն կարծես թե չի նշմարվում։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Ես հիշեցնեմ, որ CVKM-ի տաղավարում հյուրընկալել է քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ քաղաքագետ Արմեն Գրիգորյանին։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել CVKM-ի YouTube-յան էջին։